Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիքին։ Իննա Խոջամիրյանի վթարը Եվրոպայում տուգանքն ու միայնակ հանգստի մեկնելու որոշումը։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանն օրերս է վերադարձել Եվրոպայում հանգստից։ Թերթ Life-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է անցել հանգիստը, ինչպես է հասցրել վթարի ենթարկվել, տուգանվել եւ արկածներ ունենալ Եվրոպայում։ Ակտիվ հանգիստն իապես հանգիստ համարել չի կարելի, գնում ես ոչ թե լիցքաթափվելու, այլ բացահայտելու, լցվելու, տասնյակ կիլոմետրեր քայլելու, մոլորվելու, փնտրելու, հրաշալի էր։ Ես ճամփորդելու հարցում ագահ եմ, ինչ խոսք, որոշել էի մեկնել Պորտուգալիա, սակայն հանգամանքների բերումով չեղարկվեց, երևի դեռ ժամանակը չէր։ Առաջինը, ինչ միտքս եկավ, Լիսաբոնի փոխարեն Պրահան էր։ Չեմ կարող ասել ինչու, ասոցիատիվ որոշում էր։ Պատմեց Իննան ու հավելեց, որ որոշել է այնտեղից էլ մեկնել Գերմանիա, Դրեզդեն։ Դերասանուհին միայնակ էր մեկնում ճամփորդության, նրա խոսքով սա առաջին դեպքը չէր։ Առաջին անգամ չէ, որ մենակ եմ ճամփորդում եւ առհասարակ 2020-ից հետո շատ ավելի մենակյաց եմ, քան կայի։ Ընտանիքս ինձ վստահում է, գիտեն, մոլորակի մյուս ծայրին էլ գլխիշճարը կտեսնեմ, կքչփորեմ, կգտնեմ ինչ պետք է ու ամենակարևորը ապահով եմ եւ միշտ զգոն։ Այնուամենայնիվ մենակ ճամփորդելը մի վտանգավոր ասպեկտ ունի, որն իրեն զգացնել է տալիս, այն սկսում է քեզ դուր գալ։ Համացանցում բոլորի քննարկման առարկան էր դարձել հարցը, թե ով է լուսանկարում Իննային, եթե մենակ է։ Դերասանուհին այս թեմային կատակով էր անդրադառնում, սակայն հաշվի առնելով հետաքրքրությունը որոշեց բացահայտել պատասխանը։ Չեմ չափազանցնի, թե ասեմ, որ 2000-ից ավել նամակ եմ ստացել այդ օրերին, բա որ մենակ ես գնացել, քեզ ով է նկարում հարցով։ Երևի ամենաճիշտն է պատասխանել այդ հարցին ի վերջո, եթե այդքան հետաքրքիր է։ 2 օրով ինձ միացավ քույրս, ով ապրում է Վիեննայում, նկարներից մեծ մասի հեղինակը նա է, իսկ երբ մենակ եմ լինում, չեմ սրտնեղում իմ նման միայնակ տուրիստներին խնդրել նկարել ինձ, ես էլ նրանց եմ նկարում։ Իննայի հետևորդները գիտեն, որ նրա ճամփորդություններն առանց արկածների չեն անցնում։ Ճամփորդությունները միշտ հիշարժան են, միշտ, բայց չգիտես ինչի ամենաշատը տպավորվում են ամենադաժան պահերը։ Վերջին օրվա ձախորդությունները սկսեցին նրանից, որ Գերմանիայից Պրահա վերադառնալուց հետո որոշեցի ոչ թե միանգամից օդանավակայան գնալ, այլ հասնել Պրահայի կենտրոն իրենց ավանդական քաղցրավենիքը տրդելնիկ ուտելու։ Բկլիկ եմ, ընկա քաղցրավենիքի հետևից ու պատժվեցի։ Վերադառնալուց օրը վթարի եմ ենթարկվել, նաև տուգանել են։ Օդանավակայան գնալիս իմ մեքենային հարվածեց հանդիպակաց եկող մեքենան, իսկ տուգանեցին, որովհետև տրանսպորտի կտրոնը գնել էի, բայց մոռացել էի ակտիվացնել։ Տուգանքի չափը մեծացավ, որովհետև վեճի բռնվեցի ինձ տուգանելու համար, ժպիտով պատմեց Իննան ու հավելեց, որ այդքանով ամեն բան չի ավարտվել։ Դերասանուհին բավականին վախեցել է թռիչքի ժամանակ։ Վթարային թռիչք ենք ունեցել մինչև Ֆրանկֆուրտ, ծանր էր նաև Երևան վերադառնալու թռիչքը։ Մի պահ մտովի հարազատներից հրաժեշտ տվեցի։ Հիմա հիշում եմ ու հասկանում մահվան վախն ինչ ծիծաղելի ու ահասարսոր բան է։ Այս պահին վերջին իրադարձությամբ պայմանավորված մի փոքր սկսել եմ վախենալ թռիչքներից։